պետական պաշտոնյա եք, և պետական պաշտոնյան ունի վարքագծի որոշակի կանոններ, դուք այդ կանոնն եք խախտել, ձեր կարծիքը 200 տարվա, շատ լավ է, որ մարդը կարծիք ունի, բայց լինելով հանձնաժողովի անդամ, կարծիք հայտնելու սահմանափակում կա, իմ սուբյեկտիվ ընկալմամբ դուք չեք տեսնում, լինելով, ափսոս գնաց Վլադիմիր Վարդանը, լավ, մտքի անսահման թռիչքի ճակատի մարտիկ, մտավորական գրող, այդ սահմանը պետքա չհատեք։ Սերգեյ Մերգելյանը շատ լավ մաթեմատիկոս էր, տարան դրեցին ինստիտուտի տնօրեն դնելուց հետո մի ներդնում գիտության, այսինքն մի էական ներդնում գիտության մեջ չի ունեցել, որովհետև իրան մաթեմատիկոսին ծանրաբեռնեցին վարչական գործառույթներով։ Հիմա դուք գրող եք, թե մամնի, պետական մամնի վերահսկիչ մարմնի անդամ, ստեղ է այդ երկրությունը։ Եվ ես չեմ ուզում, որ դուք փորձեք այդ ամեն ինչը միավորել, դժվար է, բայց եթե չեք կարողանում հաղթահարել, պետք է արդեն որոշեք։ Ցանկացած միություն, ընտանիքից սկսած, ընտանիք, կուսակցություն, պետական պաշտոն, որոշակի սահմանափակումներ է դնում անձնական ազատության վրա։ Գիտակցեք դա, որ ձեր անձնական ազատության վրա կան սահմանափակումներ։ Ես որպես պատգամավոր ձեր կարծիքով այդ սահմանափակումների վրա չեմ զգում։ Պարզ է, չէ՞ որ ես պատգամավոր չնեի, լրիվ այլ ձև կխոսեի, այլ բաներ կասեի, բայց կա սահմանափակում, բոլորի մոտ դա կա, դա պետք է անցալեք։ Բայց քանի որ մեր ազգային ժողովի վերջերս 2 օրերը ինձ, երկու չէ, երեկվանից մինչև այսօր իրոք անեկդոտ է հիշեցնում, էլի մի հատ ուրիշ անեկդոտ պատմեմ և ավարտեմ խոսքս 10 րոպեն չլրացած, ասում է ծեծում է, ուրեմն սիրում է, ինչ նշանակում, Հակոբ Մովսեսը Դաշնակցությանը քննադատեց, որովհետև մտածում էր Դաշնակցության մասին, Աստծո սիրուն, ձեր մասին մտածեք և շանս տալու իրավասությունը վերապահեք ձեր գործառույթներին առնչվող ազատությունների վրա, շնորհակալություն։